Երևանի ժամանակով զրուցաշարն է Ֆակտոր TV եթերում, բարև ձեզ մեր զրուցակից այսօր բլոգեր, ինֆլուենսեր Արթուր Հարությունյանն է, ողջույն Արթուր։ Ողջույն Անա ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Արթուր, արդեն 5 տարի է բնակվում եք Երևանում, դուք դեռ Արցախից տեղահանվելուց 2 տարի առաջ էիք այստեղ ապրում։ Ինձ հետաքրքիր է հատկապես տեղահանումից հետո, ինչպիսին է ձեր կյանքը, ձեր ընկերների կյանքը Երևանում։ Երևի թե որպես այդպիսին հարմարվելու դժվարություն չի եղել։ Ես տեղափոխվել եմ Երևան ուսման նպատակով, իհարկե հետագայում հետ վերադառնալու, բայց այնուամենայնիվ կարծում եմ, թե իմ թե ընկերներիս մոտ էլ թե մինչև բռնի տեղահանումը, թե բռնի տեղահանումից հետո մենք միշտ ապրել ենք այդ կարոտի զգացումով, ինչպես եւ ցանկացած հայ, ով իր տնից հեռու է, կարող է զգալ, նույն կերպ էլ մենք ժամանակի ընթացքում փորձել ենք ավելի շատ ոչ թե թաքցնել կարոտը կամ ջնջել մեզնից, այլ հարմարվել ու դրա հետ մեկտեղ ապրել այստեղ։ Ես ինձ զգում եմ, ինչպես եւ պետք է զգում եմ իմ հայրենիքում։ Ես եւ ընկերներս էլ հնարավորինս տարբեր ձևերով փորձում ենք մեր կյանքը կառուցել Հայաստանում, միաժամանակ նաեւ մեր սրտում, մեր մտքում միշտ պահելով, թե նաեւ մեր խոսակցություններում պահելով Արցախը։ Ինչ հիմնական մարտահրավերների եք բախվել, օրինակ անձամբ դուք։ Խնդիրները, որոնց բախվել եմ, իրականում եղել են մինչ բռնի տեղահանումը, բայց առավել եւս վերջին շրջանում շատ մեծ մասշտաբով բախվել եմ ատելության խոսքի։ Մեծամասամբ իհարկե այդ խոսքերը գալիս էին fake edge-երից, բնականաբար, բայց նաեւ կան դեպքեր, երբ մարդիկ հենց իրենց edge-ով այնպիսի արտահայտություններ կամ նախադասություններ էին գրում, որ նույնիսկ ընկալելի չէ, այսինքն մարդկանց մոտ տարանջատման արմատը, չգիտեմ, ավելի է խորացել այս վերջին շրջանում։ Այո, ընտրական գործընթացների ֆոնին դա սրվեց, հետընտրական ֆոնին սրվեց։ Հատկապես նախընտրական շրջանում, երբ անդադար տարբեր քաղաքական գործիչներ իրենց խոսակցությունների մեջ, իրենց արտահայտություններով, այո, թիրախավորում էին, ինչ որ ձև ցույց են տալիս, որ արցախցիները նոր են եկել ստեղ, այն տպավորությունով, որ հյուր ենք այստեղ, կամ թիրախավորելով օրինակ մեր բարբառը ներկայացնելով որպես акցենտ, այսինքն մարդկանց մոտ այդ ասոցիացիաները։ Այո, ասոցիացիա է գալիս այդ մարդկանց հանդեպ որպես օտար, բայց ժամանակի ընթացքում իհարկե փորձում ես ոչ թե սովորել, ընդունել, իհարկե անընդունելի է, պետք չի որևէ կերպով նորմալիզացնել, բայց փորձում ես այնպես անել, որ դա չազդի քո վրա, քո հոգևոր առողջության վրա։ Որն է ատելության խոսքի դեմ հիմնական պայքարի միջոցը, մեխանիզմը ըստ ձեզ։ Իմ կարծիքով շարունակել ցույց տալ մարդկանց, ոչ թե առանձին հենց օրինակ իրենց գրված խոսքին, որովհետև մեծ ժամանակ հենց մարդիկ միգուցե ուշադրության պակաս ունենալու նպատակով են որևէ վատ մեկնաբանություն գրում ատելության խոսքով, ցույց տալ, որ այն իրականությունը, որոնք իրենք փորձել են ներկայացնել կոմենտներում, չկա։ Իմ ընկերները լինեն թե Արցախից, թե Հայաստանի այլ վայրերից, բոլորս էլ ցույց ենք տալիս, որ նույնն ենք, իրար նման ենք, նույն հայն ենք, համերաշխ ենք ու որևէ կերպով չենք թողնում, որ արտաքին ազդեցություն լինի մեր կյանքի ու մեր ընկերության վրա։ Դուք ձեր բլոգում պարբերաբար խոսում եք արցախցիների խնդիրների պաշտպանությունից, էթնիկ զտումից եք խոսում, դրա հետևանքներից, Արցախում մեր մշակութային ժառանգության ոչնչացումից եւ այլն։ Բայց մեր բլոգերներից շատերը հիմնականում խուսափում են նմանօրինակ թեմաներից եւ առհասարակ քաղաքական, սոցիալական, մշակութային մի շարք հարցեր ստվերվում են, կարծես խուսափում են, ավելի նախընտրում են ժամանցային կոնտենտ տալ, այսպես անշարժ ինչ որ առումով։ Այ ինչ եք կարծում ընդհանուր ձեր տպավորությունը, ինչպիսին է, ինչու կա այս իրականությունը եւ ինչ դեր ունեն այս հարցում ինֆլուենսերները, որոնք իրականում հանրային կարծիքի ձևավորողներ են։ Նախ ասեմ, որ իմ կարծիքը այս թեմայի շուրջ ժամանակի ընթացքում փոփոխվել է, սկզբում ավելի ծանր էին նայում այն ինֆլուենսերներին, որոնք օրինակ ինչ-ինչ պատճառներով որոշում էին լռել այս թեմաների մասին,
Առավել եւս 23 թվականի բռնի տեղահանման ժամանակ կարող էի տեսնել բլոգերներ, ովքեր կամ ընդհանրապես չեն խոսում կարևորագույն թեմայի մասին, կամ էլ ավելի վատ շարունակում են իրենց ժամանցային հումորային սովորական կոնտենտը անվանելով դա աշխատանք, բայց ժամանակի ընթացքում նաև հասկացել եմ, որ թեկուզ մենք մեզ ներկայացնում ենք որպես ժողովրդավար երկիր, այնուամենայնիվ բազմաթիվ օրինակներ ցույց են տվել, որ այդքան էլ այդպես չի, մարդիկ վախենում են կորցնել աշխատանք, վախենում են իրենց հարազատների համար, հետևորդ։ Այո, հետևորդ, համարելով դա իրենց գումարի աղբյուր, ու իհարկե շատերի համար հենց բլոգինգը առաջնային գումար աշխատելու տարբերակել է, մեղադրելու բան չկա, բայց միևնույն ժամանակ ինչպես կարող ենք թողնել, մեզ լռեցնեն վախի ակցենտի տակ։ Եթե ինչ-որ թեմա կարևոր է որևէ մեկի համար ու ստեղ պարտադիրել չի լինել բլոգեր, ցանկացած անհատ, ցանկացած մասնագիտության տեր մարդ, պետքա իր ուժի սահմաններում հասարակությանը հասցնի, եթե նույնիսկ բլոգեր էլ չեք, ձեր աշխատանքի տեղում դուք կարող եք կրթել մարդկանց, օրինակ վերջերս Արցախյան շարժման մասին արտահայտություններ էին հնչում իշխանության կողմից, չգիտեմ, անվանելով այն ճակատագրական սխալ, նույնիսկ չեմ ուզում խորանալ, որովհետև ուղղակի անհեթեթություններ էլի դա, ու կարելի է այդ պարագաներում ամեն մեկը իր շրջապատի սահմաններում կրթել մարդկանց, տեղեկացնել, թե իրականում ինչ էր, նպատակները որոնք էին։ Ոչ ֆորմալ կրթություն է։ Այո, իրոք, ոչ ֆորմալ կրթություն։ Դուք հիմա սովորում եք ամերիկյան համալսարանում։ Ավարտել եմ։ Ավարտել եք արդեն։ Ընդհանրապես մեր հասարակության մեջ ձեզ այսպես ադապտացված, ձուլված համարում եք, թե դեռ ոչ։ Համարում եմ, բայց ինչպես նշեցի սկզբում, ես ինձ 100%-ով տանը չեմ զգում։ Թեև զգում եմ իմ հայրենիքում, բայց կարծում եմ տանը միայն կզգամ իմ գյուղի կիսաքանդված սենյակում։ Դուք ձեր ընկերները որևէ խտրական վերաբերմունքի հանդիպել եք այս ընթացքում, այս տարիների ընթացքում, կլինի ուսման հետ կապված, կլինի աշխատանքի վայրում։ Ուսման հետ կապված կասեի չէ, ամերիկյան համալսարանը իրականում հատուկ ծրագրեր ունի հենց արցախցիների, պատերազմի միջով անցած մարդկանց համար, ու իհարկե միշտ շնորհակալ եմ բոլոր հնարավորությունների համար, որ ամերիկյան համալսարանը տվել է ինձ։ Ավելի շատ այդ խտրականություններին կարելի է հանդիպել, իմ դեպքում հանդիպել եմ դրսում առօրյա կյանքում, նույնիսկ ինչ-որ շրջանում նստած կողքի խոսակցությունը պատահաբար լսելով, վատ տոնով պիտակավորել ղարաբաղցիները, կարող է լինել, չգիտեմ, եկել են ստեղ, ու մի քանի հատ հայտնի արտահայտություն կա, որ ոնց որ թե մարդիկ անգիր են արել, կարող եմ ստեղ նշել, որ եթե պատահում եք դուք այդ արտահայտությունները, իմացեք, որ դրանք իրականությանը այդքան է մոտ չեն։ Անդադար կրկնում են, զինվորը ցանկացավ նուռ վերցնել, ոստիկանություն տվեցին։ Ես նույնիսկ չգիտեմ այդ պատմությունը ճիշտ է թե չէ, ու միգուցե իրականում եղել է, բայց դա ոնց որ արցախցիների պատկերը չի, դա ուղղակի մի հատ պատմություն է, որոնք մարդիկ ուղղակի անդադար շահարկում են, էլի ատելության խոսքը տարածելու համար, կամ դուրը թակեցին, ջուր ցանկացան, չտվեցին, նույն կերպ էս պատմությունը, ու ես կարող եմ միլիոնավոր այլ պատմություններ պատմել, որ իմ ընտանիքը, իմ հարևանները, իմ շրջապատը լրիվությամբ հակառակն էր անում, անծանոթ զինվորներին տուն մտցնելով, կերակրելով, լողացնելով, հետ ծառայության ուղարկելով, այդպիսի անտիպատմություններ էլ կան, ուղղակի մարդիկ որոշում են վերցնել վատը ու անդադար այդ շահարկել։ Նաև եղել է, որ ես պատահական մարդկանց հետ անծանոթ կատվիկեր էի առնում իմ կատվի համար ու դուրս եկա մեքենային սպասելուց լսեցի խոսակցություն մոտ 2-3 տարի առաջ էր, այսինքն մինչև էս նախընտրական շրջանը, բայց բռնի տեղանումից հետո էր։ Խոսակցությունը էլի իհարկե ակցենտավորված ղարաբաղցիները եկել են ստեղ եւ այլն։ Ես իրականում մեկ-մեկ ինձ չեմ կարող այդ դեպքերում տիրապետեմ, չնայած ժամանակի ընթացքում սովորում եմ, բայց իրանց հետ ուղիղ խոսակցության մեջ մտա, ասեցի ինչ եք խոսում, մի անգամ սկսեցին արդարացնել, շեղել թե։ Հա, պատճառներ բացատրություններ տալ եւ այլն, ասելով որ էս էինք նկատի, էս նկատի ունենք, էս նկատի չունենք, ասեցի այդ դեպքում ինչ նկատի ունեք, այդպես խոսացեք, առավել եւս եթե սովորական մարդը կարա դա լսի, որտեղ իմ փոխարեն կարող է լինել 12 տարեկան արցախցի երեխա, ով այդ ամեն ինչը լսելով վախի մեջ կապրեր
իր հայրենիքում։ Տեսեք, հանուն արդարության պիտի նշենք, որ այդ ատելության խոսքն ու տարանջատումները գեներացվել են երկու կողմից։ Ինչպես հասնել հանրային համերաշխության։ Նախ նշեմ, որ լրիվությամբ համաձայն եմ, որ երկկողմանի խնդիր ունենք ու թվում է թե ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը պետք է ավելի թեթևանար, բայց ինչպես տեսնում ենք, գնալով խորանում է խնդիրը։ Կարծում եմ բոլոր տարածքներում, բոլոր բնակավարներում պետք է միջոցներ ձեռնարկվեն ու նախ եւ առաջ պետք է հասկանանք, որ այդ խնդիրը գոյություն ունի, ոչ թե ուղղակի օրինակ ասենք, օքեյ, այդ խնդիրը կա ու շարունակենք անցնել առաջ։ Առաջնային օրինակ ինչ կարող ենք անել, դպրոցներում ուսուցիչները կարող են այդ խնդրի մասին ներկայացնել, կարծում եմ չնայած կան դպրոցներ, որոնք անում են, թեկուզ հնարավոր լինեն դպրոցներ, որը նաև հակառակն են անում, բայց խնդիրը ներկայացնեն ու կրթելու տարբերակով, ինչպես նշեցինք, ոչ ֆորմալ, ցույց տան, որ դա չի մեր իրականությունը, մեզ միավորողը մեր միասնական լինելը շատ ավելի մեծ է, քան այդ կեղծ ստեղծված տարանջատումները։ Ինֆլուենսերներն էլ չէ այստեղ անելիք ունեն, առանց թաթախվելու շատ թեմաների մեջ, պարզապես կարող են այդ միավորիչ դերը ստանձնել։ Մարդիկ 100,000, գիտեմ, միլիոնավոր հետևորդներ ունեն եւ շատ հանգիստ կարող են մարդկանց միավորել, ոչ թե հակառակը։ Ես լրիվությամբ համաձայն եմ, այս թեմաների մասին խոսելը կարող է լինել ոչ քաղաքական միտումներով, եթե որևէ մեկը չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, ոչ մեկ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, բայց իհարկե դուք ձեր խոսելու ձևը ունեք ու դուք կարող եք օրինակ հենց անդրադառնալ ատելության խոսքին, հենց մի օրինակ վերցնել դրա մասին, ցույց տալ, որն է սխալ, պարտադիր չի վերցնել քաղաքական գործի խոսք, եթե չեք ցանկանում մտնել այդ ամեն ինչի մեջ։ Այս մեծ խնդիրը միայն քաղաքական գործիչներից չէ, գալիս նաև արդեն տարածված է ժողովրդի ու անհատների մեջ։ Ու հուսամ կգա ժամանակ, երբ ավելի մեծ թվով ինֆլուենսերներ կսկսեն այս խնդրի մասին բարձրաձայնել ու լուծումներ առաջարկել։ Առհասարակ մեզ մոտ ունեն ազդեցություն հանրային կարծիքի ձևավորման հարցում, Հայաստանում ունեն ազդեցություն։ Իմ կարծիքով միանշանակ այո, ես դեպքեր ունեցել եմ նաև, որ ինձ են անձամբ գրել, մի քանի դեպք օրինակ հենց ներառել է այն, որ ուղիղ կերպով ինձ ասել են, բարև ձեզ, չգիտեմ իմ նամակը կարդաք թե չէ, բայց մինչև ձեր ու ձեր ընկերներին օրինակ հետևելը ես արցախցիներին չէի սիրում։ Ու հետո սկսում են ներկայացնել, թե ինչպես, չգիտեմ, մեր բարբարների վիդեոները կամ այն ամենը, ինչպես ենք մենք ներկայացնում, որ խնդիրները գոյություն ունեն, որտեղից են այդ խնդիրները գալիս, ինչ որ ձև, ինչ որ բան նրանց մեջ փոխել է, ես իհարկե միանշանակ այդ առումներով միայն ուրախ եմ ու ցանկացած մարդու մոտ էլ, եթե իր մտքի խորքում ինքը ինչ որ ձև մտածում է, որ որևէ խմբի հանդեպ ինքը չեմ ուզում ատելություն ասել, որտեղ միշտ չի դա հենց ատելություն, բայց որևէ կերպով վատ մտքեր է զգում, ապա փորձի հասկանալ որտեղից է այդ ամեն ինչը գալիս, փորձի նախ եւ առաջ այդ խմբին ապրումակցել, իրենց դնել այդ խմբի փոխարեն ու փորձել հասկանալ, ինչպես եւ նույնը պիտի գա մյուս կողմից։ Այ ապրումակցելուց այո խոսեցիք, մեր հասարակությունը որքանով է ապրումակցող էմպատ։ Ինձ թվում էր մենք ավելի ապրումակցող ազգ ենք, եթե անկեղծ, ու ես հիշում եմ դեռ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ ես 14 տարեկան էի ու մինչ այդ 2014-15 թվականներին ես մեկ շաբաթով Երևանի այբ դպրոցում էի սովորում որպես այնց exchange ծրագիր Արցախից ուսանողներ էին բերել մեկ շաբաթով որպեսզի ծանոթանան դպրոցին ու շատ ընկերներ էի ձեռք բերել այդ ժամանակ ու հիշում եմ դրանից հետո կապի մեջ չենք որևէ ձև ու 2016 թվականին երբ այդ ամեն ինչը սկսվեց ես ստիպված էի լքել Մարտակերտը ու գնալ Ստեփանակերտ ավելի ապահով տարածք որտեղ ուղիղ ռմբակոծում էր Մարտակերտ այդ ժամանակ ես հիշում եմ որ առաջի անգամ մտա Facebook ինչ կարգի մեծ աջակցություն էի ստացել իմ նման երեխաներից նույն կերպ իմ տարիքի, այսինքն ում հետ ես ընդհանրապես մի շաբաթ եմ սովորել, բայց հնարավոր բոլոր ձևերով իմ ընկերներից առաջարկում էին նույնիսկ եթե հանկարծ ձև լինի գաս Երևան, կարող ես մեր տանը մնալ ու ես այդ ժամանակ զգացել եմ, որ
մեկս մյուսի համար ապրումակցում ենք, ես, չգիտեմ, իմ 14 տարեկան հասակում հուզվել էի այդ մեծ թվով աջակցությունից, ոչ թե պատերազմի վախից, այլ հենց աջակցությունից։ Ու ես մնացի Ստեփանակերտում ամեն դեպքում, կարիք չեղավ հասնել Երևան, բայց կարծում եմ այդ նույն ապրումակցումը մենք հիմա չունենք, ցավոք սրտի, եթե իհարկե համեմատենք գլոբալ մի քիչ, 23 թվականի բռնի տեղահանումից հետո շատ օրինակներ կարելի է տեսնել, որ նաև փորձում են զոհին դարձնել մեղավոր, դա կլինի արտահայտություններով, ցույց տված վերաբերմունքով եւ այլն, բայց չեմ կարծում դա որևէ աշխարհում ընդունելի է, այն ինչի միջով անցել են արցախցիները մինչև 23 թվականը եւ առավել եւս այդ սեպտեմբերի 19-ից սկսված միանշանակ դատապարտելի է ու որևէ կերպ, որևէ անհատ, որևէ քաղաքացի մեղավոր չէ ամեն ինչի մեջ ու չպիտի հանկարծ իրան մեղավոր զգա։ Մի ոդքասթ էի դիտում, որին մասնակցում էիք նաև դուք, երիտասարդներով խոսում էիք ու նշում էիք, որ քաղաքականությամբ զբաղվելը պետք է այսպես ասած cool լինի։ Այսինքն ճգնաժամերի մեջ չպիտի հայտնվեք, որ նոր քաղաքականությամբ զբաղվեք կամ հետաքրքրվեք, հետաքրքրվել ավելի ճիշտ բառը այս դեպքում, այլ պետք է դա լինի այսպես կենսակերպ։ Ինչքանով է կարևոր երիտասարդի դերը այդ առողջ քաղաքասարակության ձևավորման հարցում։ Նախ ուզում եմ, որ ցանկացած մարդ հասկանա, որ ինչքան էլ ինքը ցանկանում է եւ չի ցանկանում զբաղվել քաղաքականությամբ, մի արտահայտություն կա, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզնով զբաղվում, ու ուզում եմ բոլորը հասկանան եւ ընկալեն, որ քաղաքականությունը ուղիղ կերպով ամեն օր, ամեն րոպե ազդում է ձեր կյանքի վրա։ Դուք լինեք իշխանական, լինեք ընդդիմադիր, կապ չունի քաղաքականության վերևներում, ասեմ, չգիտեմ, որոշված բոլոր քայլերը ուղիղ կերպով ազդում են մեր կենսակերպի վրա ու դրա համար է կարևոր նաև դուք ներգրաված լինեք, որ ձեր ձայնի իրավունքը օգտագործելով ցույց տաք, որ դուք հաշտ եք կամ հաշտ չեք ինչ-որ խնդրի հետ, եթե որևէ մեկը օրինակ ընտրություններին չի մասնակցում, որևէ կերպով չի խոսում այդ ամեն ինչի մասին, ես համոզված եմ ժամանակի ինչ-որ կետում միանշանակ քաղաքականության ինչ-որ որոշում է ի հայտ գալու, որին ինքը համաձայն չի լինելու, այդ ժամանակ կանգնելու է, ասի ինչ անեմ հիմա։ Դրա համար պետք է ընդհանուր առմամբ որպես քաղաքացիներ, որպես երիտասարդներ հետևենք ինչա կատարվում մեր երկրում ու անհրաժեշտ ժամանակ, որը հիմնականում լինում է շատ հաճախ, ցույց տանք, որ հաշտ չենք, համաձայն չենք ու մեր ձայնը հասցնենք ի փոփոխություն։ Հիմա Հայաստանում ինչ խնդիրներ են, որ ձեզ մտահոգում են այս պահին, որպես երիտասարդ, որ կուզեիք դրա մասին բարձրաձայնել։ Առաջնահերթ կնշեմ Արցախում ոչնչացող եկեղեցիների խնդիրը, որոնց մասին մենք նույնիսկ այդքան էլ տեղյակ չենք, այսինքն մենք գիտենք մի քանի դեպքի մասին, արբանյակների լուսանկարներով կամ ադրբեջանական ալիքներով տարածված տեսանյութերի միջից, բայց վախենում եմ, որ քանակը շատ ավելի մեծ լինի ու դա պետության, կառավարության պատասխանատվությունն է ու պարտականությունն է հետևել, որ իր երկրի, իր ազգի մշակույթը կապ չունի օֆիցիալ, որ երկրի տարածքում է գտնվում, պահպանվի, որտեղ մշակութային գենոցիդը, որը հիմա արվում է, հանցագործություն է։ Ու հիմա ասվում է, որ այդ ամեն ինչը կարող է խանգարել խաղաղության գործընթացին, ավելի լավ է լուռ մնանք, բայց եթե այս արտահայտությունը արվում է, ապա արդեն խաղաղություն գոյություն չունի։ Մյուս խնդիրը, որը ինչպես այսօր շատ խոսեցինք, իհարկե տատելության խոսքն է, ու կարծում եմ բոլորս մենք մեր խոսակցություններում, մեր առօրյայում պետքա ավելի զգույշ լինենք, ավելի ուշադիր լինենք, շրջապատում նույնիսկ եթե ձեր լսում եք, որ ձեր ընկերներից, ձեր ծանոթներից ինչ-որ մեկը փորձում է ատելության խոսքով օրինակ պիտակավորել արցախցիներին կամ հակառակը, միանշանակ միջամտեք, բացատրեք ու ցույց տվեք, որ
այդքան էլ ճիշտ չի։ Նաև այլ խնդիր է իհարկե արցախցիների իրարից լրիվ տարանջատված լինելը, իրանք իրարից, հա, որովհետև օրինակ մի քաղաքի, մի գյուղի բնակիչներ, ովքեր ամբողջ կյանք իրար հետ կիսել են կենցաղ, մշակույթ, կարող է լրիվ այլ վայրերում լինեն, ու հա իհարկե, եկեք հասկանանք, որ ադապտացվելն էլա ճիշտ, այսինքն չպետք է նստել, սպասել այն հույսով, որ մի օր կարող է Արցախ գնանք ու չապրել։ Այդ տենց չի աշխատում, պետք է կյանք կառուցել, շարունակել, բայց միաժամանակ շատ կարևոր է այդ մարդկանց հետ կապը չկորցնել։ Այո, կապը չկորցնել, որովհետև եթե այդպես լինի, ապա Արցախի բոլոր բարբառները կվերանան, մի շարք գյուղերում կան տարբեր տեսակի մշակույթներ, որ օրինակ տիպիկ է հենց այդ գյուղին։ Դա էլ կկորցնենք ու ինչն է հետաքրքիր, որ օրինակ որևէ հարազատ է մահանում ու արցախցիներով բոլորը գնում են հոգեհանգստին, առաջի շատ կարճ ժամանակն է, երբ այդ հավաքույթը վերածվում է մահացած մարդու համար, հետո բոլորը հավաքվում են ուղղակի դրսում ու սկսում են իրար հետ խոսել։ Ու հնարավոր է այդ հոգեհանգստի արարողությունը լցվի ծիծաղով նույնիսկ, որովհետև մարդիկ այնքան են իրար կարոտել, այնքան իրար չեն տեսել, որ սկսում են առօրյայից կիսվել, ամեն մեկը պատմել, թե ինչ է կատարվում, ու կարծում եմ պետքա համապատասխան միջոցառումներ, համայնքների համար հանդիպումներ կազմակերպի, որ այդ մարդիկ իրար հետ շփվեն։ Ու իհարկե մեծ սիրով նաև այլ համայնքից մարդիկ կարող են գալ ու այդ օրը օրինակ նվիրել հենց Մարտունու ժողովրդին, Մարտակերտի, Ստեփանակերտի ու չգիտեմ, վայելել այդ շրջանի մշակույթը, մարդկանց բարբառը, որովհետև այդ ամեն ինչը ուղղակի շատ գեղեցիկ է։ Դուք 44-օրյա պատերազմի մասնակից եք։ Կարծեմ 70 օր չէ, եղել եք շրջափակման մեջ։ Այդ ընթացքում ձեզ համար եւ դրանից հետո ձեզ համար ինչ արժևորումներ եք արել։ Դրանից հետո սկսել եմ Արցախը ավելի շատ սիրել, թեկուզ իմ կյանքի ամենադժվար օրերն են հենց անցել Արցախում, չեմ կարծում դրանից ավելի դժվար բան ունեցել եմ կյանքումս, բայց միաժամանակ ուրախ եմ եղել, որ հենց Արցախում եմ եղել այդ ընթացքում, որովհետև կարելի ասել Հադրութի վերջին հայերն էինք մենք, ու թեկուզ այդ վատ օրերն էինք քաշում այդտեղ, միաժամանակ Հադրութից եք։ Ես Մարտակերտից եմ, բայց իմ շրջափակման ժամանակ ես եղել եմ Հադրութում ու չգիտեմ ուրախ եմ, որ հնարավորինս երկար ժամանակ ստացվեց այնտեղ հայեր լինեն, արժեհամակարգի առումով այդքան էլ կարելի ասել չեմ փոխվել, բայց սկսել եմ ամեն ինչին մի քիչ այլ տեսանկյունից էլ նայել, քանի որ ինչքան մոտ ես լինում մահվան, իհարկե բնականաբար սկսում ես գնահատել կյանքը ու առօրյայում էլ հենց ինչ որ խնդրի եմ առնչվում, ինձ հիշեցնում եմ, որ այդ խնդիրը այդքան էլ մեծ չի, դրանից ավելի մեծ շատ խնդիրներ կան ու ավելի լավ է կենտրոնանալ ու գնահատել, սիրել այն ինչ ունենք։ Ինչպես նշեցի, ավելի շատ սկսեցի սիրել գնահատել Արցախը ու ինքս իմ մեջ եկա այն որոշման, որ ուզում եմ իմ ապրածով, իմ գործունեությամբ այնպես անել, որ Արցախը չմոռացվի ու շարունակի լինել հայկական պատմության մի մասը, որը միշտ էլ եղել է։ Շնորհակալ եմ զրույցի համար, Արթուր։ Շնորհակալ եմ շատ հրավերի ու ջերմ խոսակցության համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ Երևանի ժամանակով զրուցաշարներ Ֆակտոր TV եթերում կհանդիպենք։